Հատեսված են նաև վարպետության դասեր, երկու քաղաքների շախմատիստների ընկերական հանդիպում եւ մի շարք այլ միջոցառումներ։ Գոհար Մարտիրոսյան, Առաջին լրատվական, Սանկտ Պետերբուրգ։ Եվ կրկին գալով Երևանյան թեմաներին։ Երևանի տարածաշրջանային համար առաջին քոլեջում այսօր բացվել է համաշխարհային հայ ոսկերիչների միության դպրոցը, որը կաշխատի արվեստագետ ոսկերիչների պատրաստման ուղղությամբ։ 15 ուսանողներ քոլեջում կսովորեն ոսկերչություն, իսկ գործնական դասընթացները կանցնեն New Estate ոսկերչական գործանում։ Բոլոր ծախսերը, այդ թվում ուսման վարձերը, հոգալու է միությունը։ Համաշխարհային հայ ոսկերիչների միությանն անդամակցում է մոտ 3000 հայ ոսկերիչներ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։ Միության նախագահի խոսքով լավագույն ուսանողները հետագայում հնարավորություն կստանան անվճար շարունակել կրթությունը աշխարհի լավագույն ոսկերիչների մոտ՝ Ռուսաստանում, Իտալիայում եւ այլ երկրներում։ Դպրոցի բացումը ոսկերիչների միության կրթական ծրագրի միայն մի մասն է։ 2 օրից դպրոց կբացվի Արցախում, հետագայում նաեւ այլ երկրներում։ Երաշխիքները երկուսն են։ Նախ են ավանդույթները, որ ձևավորվել են մեր քոլեջում, Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջում, կոնկրետ տվյալ մասնագիտությամբ ոսկերչություն, եւ այն երաշխիքները, որ կարող է տալ հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան իր տեսակ աշխարհասփյուր մակարդակով եւ ունեցած հնարավորություններով, այդ թվում նաեւ մասնագետների առումով։ Պետք է կարողանանք, որպեսզի մեր հայկական ոսկեչությունը արհեստից փոխենք արվեստի, որպեսզի կարողանանք տարիներ հետո ունենանք լավ դիզայներներ, որոնք աշխարհում կարծում եմ, որ հայտնի մասնագետներ պետք է դառնան եւ մեր ազգի պատիվը, փառքը բարձրացնենք։ Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր հայկական գոբելենի ամենահայտնի ներկայացուցիչ Սոնա Բանոյանի ցուցահանդեսն էր։ Նկարչուհին բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, բայց Երևանում առաջին անգամ է ցուցադրվում։ 20 տարուց ավելի է, ինչ նկարչուհին զբաղվում է գոբելենով եւ բատիկայով։ 20-ից ավելի դեկորատիվ արվեստի նմուշներ դեռ մի քանի օր կզարդարեն ցուցասրահի պատերը։ Նկարչուհին մտադիր է առաջիկայում իր աշխատանքները ներկայացնել նաեւ Մոսկվայում։ Կարծում եմ, այստեղ մի փոքր բնություն, մի քիչ զգացմունք, սեր դրել եմ ինչ-որ վանդակների մեջ ու ներկայացրել եմ, բայց կարծում եմ այնքան դինամիկ է, որ ամեն մեկը անպայման հարաբերվելու եզրեր կգտնի։ Մեկնարկել է Երկրի օր 2012 քարոզարշավը, որի նախաձեռնողներն են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ Vivassel MTS-ը։ Այս տարի նախատեսված ծառատունկը կիրականացվի Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Այստեղ է գտնվում Խոսորովի անտառ պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Երկրի օր քարոզարշավի շրջանակում, որը նախաձեռնել է այս տարածքի Ծառազուրկ հատվածում ապրիլի 22-ին, նախատեսում են անտառաստեղծմանը աշխատանքներ իրականացնել։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաեւ Երկրի օր քարոզարշավի շրջանակում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» խորագրով երկրորդ կենտրոնաբանական այգում ձմեռող եւ բնադրող թռչունների մասին պատմող հեքիաթների մրցույթի արդյունքները։ 3 անվանակարգերում լավագույնը ճանաչված աշակերտներին հանձնվեցին մրցանակներ։ Նպատակը այն է, որ բարձրացնել գիտակցության, իրազեկության, պատասխանատվության մակարդակը ի հանդեպ մեր բնությունը, որ ես կարծում եմ դա ամենաթանկ կապիտալն է մեր երկրի համար այսօր ունենա այսպիսի բնություն, պահպանի եւ ինչու՞ չէ ավելի զարգացնել։ Ամեն տարի ապրիլի 27-ին իրականացվում է ծաղկահավաք միջոցառումը, սա ուրույն մի միջոցառում է, որտեղ գտել ենք եւս մի միջոց աշխարհին ի ցույց դնելու մեր պատմության ուրեմն չճանաչված էջերը, բայց նաև բնապահպանական ակցիայի միջոցով մարդկանց ներգրավել, ուշադրություն դարձնել այդ խնդրին։ Դուք դիտում եք առաջինի գլխավոր թողարկումը, ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս։ Մենք ավելի ուշ կհանդիպենք հարցազրույցում։ Հարցազրույցում ես այսօր սպասում եմ Սփյուռքի նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության համահոսնական ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանուշ Հակոբյան։
Բարի երեկո, մինչ մենք ազգովի ոտքից գլուխ խրվել ենք նախընտրական ամբողջ այս աջապ սանդալի մեջ եւ օբյեկտիվ պատճառներով մի քիչ աչքաթող ենք արել արտաքին աշխարհում, ինչպես նաեւ հարևանների մոտ տեղի ունեցող զարգացումները մեկ-մեկ բավական հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որոնց երևի թե կարիք կա անդրադառնալու։ Մասնավորապես մի երկու շաբաթ է ինչ ոչ մի տեղեկություն չկար հարևան երկրի Պուճուր խանից։ Իմիջիայլոց որոշ ԶԼՄ-ներում Պուճուր խան ձևակերպումը որոշ մարդիկ մի քիչ յուրովի են հասկացել, ենթադրելով թե այդպես ասելով նկատի ունեմ Ալիևի գետնի մակերևույթից ունեցած բարձրություն, այսինքն բոյը, ու մի քիչ նեղանում էին, թե ինչու եմ Ալիևին Պուճուր խան ասում, մարդը լավ էլ բոյով է, չէ։ Ասեմ, ոչ թե բոյնի նկատի ունեմ, այլ այն, որ հարևան խանության ներկայիս կառավարիչը կրծեր Ալիևն է, այսինքն Ալիև Պուճուրը։ Իսկ եթե այդուհանդերձ նրա գետնի մակերևույթից ունեցած բարձրությունը մեր լրագրողներից ոմանց այդքան գերում է, դյութում, սրսառացնում եւ այլ նմանատիպ գործողություններ անում հետները, ապա ճաշակի խնդիր է։ Ամեն դեպքում, ինչպես ասացի, մի երկու շաբաթ էր ձեն ձուն չկար, ու մի տեսակ դիսկոմֆորտ առաջացավ, տեսնես ինչն է պատճառը, որ այդ մարդուց ոչ մի տեղեկություն չկա, ոչ մի հակահայկական բան էլ չի ասում։ Ի վերջո, երբ նման պատկեր է արձանագրում, դա կարող է երկու բանի մասին վկայել։ Առաջին, որ խելքի է եկել ու հասկանում է, որ ավել պակաս խոսելով ոչինչի չի հասնի, եւ կամ էլ երկրորդը, ինչ որ բան է պատահել հետը, հիվանդացել է, կռվել մեհրի բանի հետ կամ էլ ընդհանրապես բռնել ու մեռել։ Իհարկե, Ալիևին վերջին օրերին հերոստացույցով իրենց հերոստացույցով ցույց տալիս էին, բայց մենք լավ գիտենք, որ այդ երկրում բարի ավանդույթ կա ձևավորված, երբ մարդը մեռնում է, նրան կարող է մի քանի ամիս պահեն ու ասեն, որ չի մեռել, մինչև Պուճուրի իշխանության գալը հորով մորով արվի։ Այնպես որ այս պարագայում հերոստացույցով քայլող Ալիև ցույց տալը ոչ մի նշանակություն չունի։ Հեյդարին էլ էին ցույց տալիս, բայց մարդը վաղուց արդեն մեռած էր, չէ։ Կարող է ես էլ մեռել։ Կարող է ես էլ մեռել, բայց ինչ չեք ասում, որ տրամադրությունը չեն գնի։ Բայց Պուճուր խանի բոյին սիրահարված մեր լրագրողներից ոմանք կարող են առանձնապես շատ չանհանգստանալ։ Իլհամի հետ ամեն ինչ կարգին է, ողջ է ու առողջ։ Եվ այն, որ մի քանի օր շարունակ հակահայկական բաներ չէր խոսում, ուղղակի թեթև զինադադար էր, որը խախտվեց մի երկու օր առաջ։ Մասնավորապես Ալիևը հայտարարել էր, թե գալու է ժամանակը, երբ իր խոսքով Խանքենդիում ծածանվելու է ադրբեջանական դրոշը։ Խանքենդի, որ ասում է Ստեփանակերտի նկատի ունի, մեր Ստեփանակերտը։ Մեկն էլ կար, էլի կողքի երկրից էր ու էլի նախագահ էր, ու էլի էշ դուրս էր տալիս։ Մասնավորապես ասում էր, թե գալու է ժամանակը, երբ նա իր ոտքերը լվանալու է Սևանա լճում։ Աբուլֆազ Էլչիբեյրը։ Հիմա օղորմացիկի հոգին սավառնում է։ Դժվար է ասել, որ կողմերում է սավառնում, բայց հաստատ սավառնում է այնպես, ինչպես նրա երազանքներն էին ոտքերը լվանալ Սևանա լճում։ Էլչիբեյը ծովագյուղցի տղերքին չէր տեսել, որ կյանքում գոնե մի անգամ տեսած լիներ, երբեք նման հիմարություն դուրս չէր տա։ Բայց անցնենք մեռածների մասին կամ լավը, կամ ոչինչ։ Մերոնք, ի նկատի ունեմ պաշտոնական Երևանը, շատ արագ արձագանքել էին Ալիևի հայտարարության ասելով, որ Ստեփանակերտում Ադրբեջանի պետական դրոշի հայտնվելը միանգամայն հնարավոր է, ինչպես շատ բարձ։ Պետք է ուղղակի այդ երկիրը դիվանագիտական հարաբերություններ հաստատի Արցախի հետ դեսպանատուն բացի ու դեսպանատան վրա, ինչպես բոլոր երկրների պարագայում կծածանվի Ադրբեջանի դրոշը։ Վատ տարբերակ է, իհարկե ոչ։ Մանավանդ, որ վաղտեուշ հենց այդպես է լինելու։ Ի վերջո, առավել քան համոզված եմ, որ ինքը Ալիևն էլ է հրաշալի գիտակցում, որ այն, ինչի մասին խոսում է, երբեք իրականություն չի դառնա։ Եվ այդուհանդերձ ժանրի պահանջն է անիմաստ հայտարարություններ անել, չգիտես ում համոզելու համար, որ իրենք ուժեղ են, որ իրենք ինչ որ բաներ են հետ բերելու եւ ինչ որ դրոշներ են ծածանելու։ Մի ծածանող էլ լինեք։ Իա։ Համազած, հայտնա մի քիչ համազուս պիեղի։ Համել դրոշ հետ երկրի վրա չի գալիս։ Մի անգամ փորձեցի ինչի աշխարհի ամենամեծ դրոշը տնկել։ Մի քանի ժամ հետո ճղճղված փալասի վերածվեց։ Չի գալիս էլ ձեր վրա դրոշը զորով չի։ Առողջ եղեք։ Պատրաստ եղեք, քանի որ լավ բաները կարող են պատահել միակ ընթացքում։ Ընտանեկան լոտո տոնականը ներկայացնում է 100 հատ կես միլիոն դրամ։ Ապրիլի 9-ից մայիսի 9-ը։ Ընդամենը 1 ամիս ժամանակ եւ 100 հատ 500,000 դրամ շահելու մեծ հնարավորություն։ Դարձեք 100-ից 1-ը, քանի որ ամեն ինչ կարող է պատահել։ Յուրաքանչյուր ոք կարող է շահել։
ծնված հողից պապենական, լեցուն ոգով ավանդական, բույրով կրքոտ և նրբահամ, կարմիր կիսաքաղցր գինի Արմենիա, ազգային արժեք։ Այսուհետ ռոմինգը բոլորի համար է, Ռուսաստան գնալիս վերցրու քո օրանժ համարը և խոսիր այնտեղ ինչպես տանը։ Զանգիր Հայաստանում օրանժի և Ռուսաստանում մեգաֆոնի բոլոր բաժանորդներին և զանգեր ստացիր նրանցից երբևէ ամենամատչելի 30 դրամ րոպեսակագնով։ Ռուսաստան գնալը փոխվում է օրանժի հետ, օրը փոխվում է օրանժի հետ։ Գարեջուր Արարատ, միշտ բարձունքին։ Հիշում եք նրան, սա Արտակն է, ով շատ է զանգահարում արտերկրում ապրող իր մտերիմներին։ Այժմ նա անհամբեր սպասում է, որ իրեն զանգեն, չէ որ միայն օրանժում, նա կարող է մեկնել այն երկիրը, որտեղից զանգեր է ստացել։ Ստացիր զանգեր աշխարհի տարբեր կողմերից և մինչև մայիսի 27-ը ամեն շաբաթ ձեռք բեր հնարավորություն ստանալու 2 տոմս և մեկնելու այն երկիր, որտեղից քեզ զանգել են։ Անսպասելին փոխվում է օրանժի հետ, օրը փոխվում է օրանժի հետ։ Վիլեդա ակտիվ մոպ, հարմար բոլոր տեսակի հատակների մանրակրկիտ մաքրման համար։ Ինվիլեդան հեշտացնում է իմ կյանքը։ Ջերմուկ, մի կում իսկական կյանքից։ Գնեք Սոֆիա